Սիրելի հետևորդներ ջան, բարևներ, ինչպես եք, ինչպես ա ձեր տրամադրությունը, իմ տրամադրությունը շատ բարձր, ովքեր ինձ հետևում են Անահիտ Ալեքսեյջուն, գիտեք, որ տանը վարպետ է աշխատում, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք ձայների համար, ես առավոտից անցել եմ խոհանոց իմ գործերով, Միս եմ տեսակավորել մի քանի խաղադրատոմս պատրաստելու համար ու այստեղ ուզեցա, որ ձեր հետ կիսվեմ տավարի միս եմ աղացել, խոզի միս, ճարպ, կանաչիների տարբեր տեսականի, սող Հիմա հերթը հասել է համեմելուն, քանի որ ուզում եմ համ թփով տոլմա պատրաստեմ, համ էլ Այսքանը շատ է, որ այսպես ասած զուտ տոլմա անեմ, համեմունքներից ինչ անենք, կարմիր պղպեղ անենք, որ երբեք շատ չի լինում, չէ, սիրելի հետևորդներ, սա այն բանն է, որ շատ չի լինում, այստեղ ծիտրոն ունեմ, խնդրեմ, սա էլ ծիտրոնը ինքը սուրա հոտ է, շատ հեչ պետք չի ու այս մսի համար նախատեսված համեմունքն եմ ուզում օգտագործեմ Բացում եմ բավական է Սև պղպեղեր մի քիչ լցնեմ Սիրելի հետևորդներ ջան, սիրողական է ու այս ձեռքերով համով հոտով առանց ձեռնոցի ես ուզում եմ իրան լավ շաղախեմ այն այսպես, այս մի ժամ ավելա սպասում եմ ձայները վերանա բայց ոնց հասկացա չի լինի, գործս էլ հետ է անգնում, տեսեք թարմը կանաչիների տեսականի ամեն ինչ, ձեռքով միսը հունցելուց հետո քացախարջրով ձեռքերս լավ լվանում եմ ու ոչ մի հոտ համ չի կպնում, սիրելի հետևորդներ ջան, այստեղ արդեն ինձ եմ մոտեցվել նաև գոլջուր ու հունցելու եմ այնքան, ինչև որ ստանամ ինձ անհրաժեշտ պնդության խճողակ, այ այսպես, այսպես, լավ շաղախել է ուզում, մարդիկ կան, որ տոլմայի խճողակին տոմատել են ավելացնում, ես այս անգամ չեմ ուզում, այ այսպես, մի քիչ էլ, հավեսով, այսքանի համար մոտ կես լիտր ջուր եմ օգտագործել ու աշխատում ենք, որ կողքերը հավաք սիրուն շնորհքով այսպես որ կանաչիները լավ բացվի և տարածվի մի փոքր է և վերջ իմ պիլմենի համար նախատեսված խճողակը պատրաստ է խինկալու համար մի քիչ թույլ ենք անում իսկ պիլմենի համար ոչ ուզում եմ պիլմեններ պատրաստեմ այ այսպես
տեսեք այս խտության, նույնիսկ դեռ կարող եմ մի փոքր բացնել և վերջ։ Հիմա մի մասը տեղափոխեմ թասի մեջ, մյուսին ավելացնեմ բրինձ, գնացինք։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, ոնց ասել էի, միսը մոցեցի, ուզում եմ պատրաստեմ պիլմենի, երևի թե, այսպես կիսեմ, որ սարցախցիկում լինում է շատ լավալինը, ես հանգիստ արդեն իմ գործերով եմ մյուս ստաղված կինը, այսը հենց այսպես բավական է, սա կդնեմ մի կոմ, այստեղ բրինձն եմ լվացել, ու հավեսով կհունցեմ, թուփը կբացեմ, կավանքն անցնեմ և կսկսեմ թաթաթել, հենց այսպես, ու տեսեք թե ինչքան լավ ստացվեց, միանգամից երկու խճողակ, հիմա անցնեմ թուփը բացելուն, վերջ, վակ կոկիկ, ոնց պետք է։ Ահա սիրելի հետևորդներ ջան, խճողակը պատրաստել եմ, դրել եմ սառնարան, անցնում ենք խմորը պատրաստելուն, դե նոր բան չեմ ասելու, բոլորս էլ պատրաստել ենք, բոլորս էլ գիտենք, ձու եմ կոտրել, մի ընդհանուր տնական տեղին դեղնուցով ձու եմ կոտրել, աղ եմ անելու, սիրելի հետևորդներ ջան, այսենց, մի քիչ բուսայուղ եմ անելու, շատ քիչ, պիլմեններն էփելու ժամանակ եմ բուսայուղ ավելացնում, որովհետև այդպես ավելի ճիշտ է լինում, ու այստեղ թեյնիկով ջուր եմ տաքացրել, հիմա որպեսզի թեյնիկս չփչացնեմ, տեղափոխեմ սրճեփի մեջ ու նոր սառը չվերացնեմ, որ արդյունքում լինի գոհ ջուր։ Սա է ջուրը ու սկսում ենք հունցել, այսպես, ստանալու ենք պինդ, բայց միևնույն ժամանակ էլաստիկ խմոր, այսպես, ոնց եմ վերջացնեմ, ցույց կտամ, ես դեռ շարունակում եմ իմ գործը, խմորը հունցելը, սիրելի հետևորդներ ջան, ու տեսեք արդեն ձեռքս հասցրել է լավ մաքրվի ու խմորը էլ ավելի հարթ ու էլաստիկ տեսք է ընդունել։ Հիմա ինչ եմ անում, մի հատ
թասի կողքերն էլ եմ այսպես վերանայում ու կողքերի ալուրն էլ հավաքվելուց հետո համարում եմ խմորս պատրաստ ու տեսեք թե ինքը թվում է շատ պինդ, բայց միևնույն ժամանակ տեսեք էլաստիկ չկպչող խմորում եմ ինչը որ հենց այդպես էլ պիտի լինի որով կարող ենք պատրաստել և ռոզատոլմա և պիլմենիներ և թաթարբորակի ամեն ինչ էլ կարող ենք պատրաստել այսպես վերջ խմորս համարեմ պատրաստ թողելու եմ 5 րոպե հանգստանամ այնուհետև կսկսեմ բացել այսպես այսպիսի անգամ այն տեսակի խմոր եմ ստացել սիրելի հետևորդներ տեսեք որ ալյուրը պետք է չի այսպիսի ընտիր հարթ յուրահատուկ խմորը ոնց եմ սիրում ես խմորի հետ աշխատելը չեք էլ պատկերացնի վերջ սպասենք հանգստանա ու կբացեմ բավականին ժամանակ անցել սիրելի հետևորդներ ջան խմորը լավ հանգստացել է խճողակը հանել եմ սառնարանից ու տեսնում եք իր խտությունը եթե մարդ եմ որոշեմ որ ռոզատոլմա էլ պատրաստեմ մի քիչ կթուլացնեմ իսկ պիլմենի համար ինքը ոչ պինդ է, ոչ էլ շատ թույլ է, ինքը հյութեղ նուրբ խճողակ է լինելու, քանի որ տեսել եք, քանի ձևի միս եմ աղացել, թե խոզի ճարպը և թե, այսպես ասած, խոզի միսն ու տավարի միսը, սեղանին ալյուր կցանեմ, մի անգամից ինձ եմ մոտեցրել արդեն իսկ սկուտեղները, հիմա սկուտեղներ լավ ալրոտեմ, կողք դնեմ, խմորը թողել եմ տոպրակի մեջ, երբ որ խմորը դնում ենք տոպրակի մեջ, սիրելի հետևորդներ, ինքս հենց մի քիչ կարա լոճվի, այսպես ձեզ կթվա թե թուլացավ, բայց դա երբեք էլ այդպես չի, տեսեք, ինչքան ինքը հարթ ու ընտիր խմոր է, այս ընթացքում ես պարապ չեմ մնացել, Ալեքսի հետ երգի ենք գնացել, դրա համար խմորը մի քիչ երկար է հանգստացել, հիմա վերցնում եմ իմ նախընտրած չափը, սովորականի նման, ոչ մի նոր բան չեմ ասելու, գիտեք, մի հատ, այսպես տեսեք, ինչքան ընտիր խմոր ա եղել, փուչիկներով հարուստ, այն որ ձեռքիս տակ ուղղակի ճտճտում ա, չգիտեմ, նկատեցիք փուչիկները թե ոչ, սա այս կողմ դնեմ, որ սեղանը մի քիչ ավելի հարմար լինի, ու իրան այսպես հավեսով սիրում բացելու եմ խճողակն էլ տեղափոխեմ, որ
աշխատի։ Այս էս տեսեք։ Այն որ նայեք փուչիկները, ինձ թվում է տեսախցիկը փոխանցում է։ Ցա տալիս։ Սա այն խմորն է, որ չենք ասում, վայ, պետք է մի երեսով ալուրելնի, ցանկալի է երկու կողմն էլ ալրոտի ու դրան վտանգ չկա, այսպես ասած։ Բացեցի, համարում եմ այսքան հաստությունը նորմալ։ Ինչպես եմ ես կտրտում, մարդիկ կան բաժակով են անում, այսպես, այնպես, ես չէ, սիրելի հետևորդներ ջան, ես դանակով, այսպես, գծեր կանեմ, հավեսով, այսպես, ու արդեն իսկ իմ նախընտրած չափով կտրում եմ։ Հիմա, որպեսզի ձեր ժամանակից այսպես շատ չվերցնեմ, մի քանիսը պատրաստենք միասին։ Խճողակն եմ դնում։ Այնքան անուշաբույր լավ խճողակ եմ ստացել, որ ընտիր է։ Որտեղ մի քիչ շատ է լինում, չենք թողելու, որովհետև որ կարողանամ նորմալ փաթաթեմ, սիրելի հետևորդներ ջան։ Նո, այս կտեղափոխեմ։ Ինչպես եմ փաթաթում, այսպես, սովորական հավեսով, արագ-արագ, սիրուն, իրանց փաթաթում ենք, հեշտ ու հանգիստ, հարմար, ինձ սեղմելով, որ կողքերից ինքը չբացվի։ Այնուհետև շարում եմ սկուտեղում և ուղարկում սառցախցիկ։ Հատ-հատ ինքը սառելուց հետո արդեն իսկ պահում եմ սննդային տոպրակի մեջ և պետքի դեպքում օգտագործում։ Ու այս ձևով հեշտ ու հանգիստ է լինում։ Իմ օրը կարողանում եմ ճիշտ օգտագործեմ։ Խնդրեմ։ Վերջ։ Մնացածը առանց ձեզ։